Բաքվի դատարանից հնչող հայ ռազմաքաղաքական ղեկավարների ցուցմունքները Երևանում ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը չեն ուզում մեկնաբանել։ Բաքվի դատարանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը ցանկացել է նամակ գրել Ալիևին պատերազմը դադարեցնելու կոչով, սակայն Փաշինյանն արգելել է։ Իր ցուցմունքում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ասել է, թե Հայաստանի վարչապետն արգելել է իրենց կապ հաստատել Պաշտպանության նախարարությունից որևէ մեկի հետ։ Փաշինյանն է ղեկավարել ամբողջ պատերազմը։ Ադրբեջանում հնչող ցանկացած ցուցմունք չի կարող լեգիտիմ լինել, քանի որ այն ճնշումների ու բռնության պայմաններում է լինում։ Համոզված է խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ի սկզբանե պարզ էր եւ այսօր այդ կեղծ դատավարության ընթացքում էլ շատ ակնհայտ է դառնում, որ կառուցվում է մի մոտեցում, որը եղել է ադրբեջանական քարոզչական տարբեր տարիների հիմքում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային վեճ է հրահրել Ադրբեջանի դեմ, որ Հայաստանը օկուպացրել է այսպես կոչված ադրբեջանական տարածքները եւ այլն։ Այն, որ ցուցմունքներում հայ ռազմագերիները ճնշման տակ խոսում են Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանից բերված սպառազինության կիրառման մասին, այն, որ իբրև անմեղ ադրբեջանցիների վրա հարձակումներ են եղել, մի նպատակով է արվում։ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ լեգիտիմ պատերազմ սկսելու հիմքեր ստեղծել։ Ադրբեջանի համար եղել եւ մնում է Հայաստանի դեմ ճնշման նոր հնարավորություն ստեղծելը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որ 2020-ի պատերազմից հետո հայտարարում էր, համարում եմ, որ գերիներն արդեն չկան, այսօր իբրև թե նրանց չվնասելու համար առաջարկում է շատ ձեռք չտալ գերիների թեմային։ Պնդում է, հնարավոր բոլոր հանդիպումների ժամանակ իրենք օրակարգ են բերում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցը։ Այս փուլում դժվար է լինելու նրանց վերադարձը, խոսնովանում է խորհրդարանի նախագահը։ Հաշվի առնելով ովքեր են դատավարությունը իրականացնում եւ ինչ նպատակներ հեռահարում են, ես կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, այս փուլում այո, բայց դա չի նշանակում, որ փորձերը եւ աշխատանքները այդ ուղղությամբ չեն շարունակվել, չեն շարունակվել։ Գերիներին Բաքվի բանտից ազատ արձակելու քայլերի հերթականություն է Հայաստանի վարչապետին հուշել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Փաշինյանը նախ պետք է ասուլիս հրավիրի, հոդվածներ հրապարակի առաջատար պարբերականներում, հանդիպի գերիների ընտանիքների հետ, դիմի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ ԵԱՀԿ-ին, Բաքվի դատարան դիտորդներ ուղարկելու խնդրանքով։ Հետո ըստ միջազգային փաստաբանի Հայաստանի վարչապետը պետք է կոչ անի այն դաշնակից պետություններին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկեն Արցախի ռազմաքաղաքական գերիների դատերին։ Փաշինյանը նաև պետք է խնդրի Ադրբեջանի նախագահին, որ Ալիևը թույլ տա դատավարությանը մասնակցեն նաև հայ դիտորդներ։ Փաստաբանը առաջարկում է Փաշինյանին դիմել նաև Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առաջնորդներին, որ շարունակվեն դատավարությունները մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եթե տեսանելի քայլեր անեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնալ։ Ալեն Սիմոնյանն այս սկանդալային հայտարարությունն այսօր արել է առանց հիմնավորելու։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։